Գնաց դուբլ 10 երեք կայացավ Օսկարի 98-րդ մրցանակաբաշխությունը, հրապարակվեցին հաղթողները ու չի հրապարակվել մի շատ համեստ մարդ, Անդրանիկ Բերբերյանն է, իմ ընկերն է, ով առաջի հայ կոմպոզիտորն է, ով հրավիրվել է Ամերիկյան կինոակադեմիայի կողմից որպես անդամ ժյուրի անդամ ու այնքան համեստ մարդ է, որ ասենց ուղղակի նոր նստած պատմել, որ ինքը իմիջիայլոց այդ ժյուրիի անդամ էր։ Պատմի ներսից իմանանք, էլի։ Տան քանի ֆիլմ ես նայել, որ քրակես բոլոր նոմինանտներն են։ Երևի 40-ից ավել ֆիլմ եմ նայել, բոլոր անվանակարգում, ուղղակի այնքան շատ են, որ հիմա քանակը ես արդեն չեմ հիշում։ Տեսա՞ր լավ ֆիլմ է։ Որ long list-ում մենք ունենք այդ ցուցակը ֆիլմերի կամ soundtrack-երի առաջադրված կամ դերասանների եւ այլն, ամեն մեկը իր բրանչով ոնց որ ընտրում է իր long list-ը ու դա հայտ է ներկայացնում ոնց որ հետո հաջորդ քվեարկության փուլը լինում է short list-ը նույն ձև այսինքն ամեն մեկը իր բրանչում բոլորով այնքան են անում միջև որ կարևոր բաներն էր որ ես հասկացա որ մասնագիտական գնահատականով ոնց որ ճիշտ ֆիլտրվեն որ հետո գանք ընդհանուր ոնց որ արդեն բոլոր անվանակարգերի դաշտ բայց արդեն ոնց որ ֆիլմերը ըստ մասնագիտական բաների ներուժի ոնց որ արդեն ճիշտ ֆիլտրումներ ստանան ու հետո արդեն երբ որ մենք գարցենք նոմինացիայի համար ենք քվեարկում որ նոմինացվի այդ ժամանակ արդեն նոմինացիայից հետո մենք արդեն ունենում ենք ամբողջական անվանակարգերը, այսինքն կոմպոզիտորը կարող է քվեարկի թե երաժշտության, թե հնչյունային հետարտադրական աշխատանքի, թե դերասանի, թե լավագույն ֆիլմի բոլոր անվանակարգերի համար։ Կասես այն ֆիլմերը, այն նոմինացիաները, որոնք որ համընկնել է քո կարծիքը քվեարկության ժամանակ ու վերջում արդեն մրցանակաբաշխության օրը, երբ որ հայտարարել են հաղթող։ Համեստություն չանեմ 70% մոտավորապես ճիշտ եմ ասել, որի մեջ իր մեջ ներառում էր թե հնչյունայինը, թե երաժշտությունը, թե չէ, խաղացի երաժշտություն չէր ներառում, չեմ խաղում։ Ռիմոյ Պապանանյան չի ստացվել մյուզիկը։ Հա, մյուզիկը որտեվ շատ հավանում էի մի հատ ուրիշ սկորել ու իրար մեջ շատ դժվար էր այդ ընտրությունը, սուբյեկտիվ։ Այ հետևեք իմ էջի, ես խոսում եմ գովազդից ու մարքեթինգից ու մեկ-մեկ է խոսում եմ Օսկարի ժյուրիներից։